վարկագծային փոփոխությունը ու վարկագծի վրա ազդեցությունը արշավների ու լեռնային туриզմի։ Դեք ոնց, այն որ ասենք մի հատ գեղեցիկ ժայռ ունենք ու այդ ժայռը առաջի անգամից չի ստացվում կամ չպիտի էր հնարավոր լինի հաղթահարել, փորձում ենք էլի, դժվար է էլի ասել ժայռը ծուռ էր, ես մեղավոր չեմ, չնայած կարելի է, բայց շատ դժվար է, որովհետև մենք ենթագիտակցորեն ընդունում ենք ժայռի բնույթը, չգիտես ինչի, մեզի շրջապատող մարդկանց բնույթը չենք ընդունում, շատ դեպքերում ծնողներն են մեղավոր, ուսուցիչները, երկրի ղեկավարը կամ այն մյուսներն ովքեր պետք է գան, բայց ոչ ես։ Նորմալ բնական արձագանք է, ինքնապաշտպանողական ռեֆլեքսներն են խոսում, որովհետև մենք ուզում ենք մեր իսկ աչքերում արտարացնել մեզ ու մեր անհաջողությունները, բայց հաջողությունը գալիս է նրանց, ովքեր ընդունում են պատասխանատվությունը եւ հասկանում են, որ երբ որ իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվել, դրա մեղավոր իրենք են, երբ որ հաջողությունը մեծ է, դրա ամենաքիչ մեղավորն են իրենք, ու էլի լիքը ուրիշ մեղավորներ կան։ Ու մենք այս գաղափարներով ոնց որ լցված գնացինք Գյումրիից 10 կիլոմետր հյուսիս, ընդամենը 10 րոպեի ճանապարհ Ախուրյանի կիրճի եզրին, ստեղծեցինք մեր արկածային ակտիվ ժամանցի կենտրոնը,